ՀՀ միջազգային զեկույցների, ՀՀ պետական մարմինների կողմից միջազգային կառույցներ ներկայացվող եւ այդ կառույցների կողմից ՀՀ մարմինների ներկայացվող փաստաթղթերի եւ մի շարք այլ փաստաթղթերի թարգմանություններ ծավալը կազմել է 25566 թարգմանչական էջ։ Արխիվային ծառայությունների շրջանակներում ապահովել է արխիվային հավաքածուի պահպանությունը, համալրումը, հաշվառումը, թվայնացումը, հանրության կողմից արխիվային նյութերի օգտագործումը, որի գծով ծախսերը կազմել են 599.5 միլիոն դրամ։ Արդարադատության համակարգի աշխատակիցների վերապատրաստում եւ հատուկ ուսուցում ծրագրի գծով ծախսը կազմել է 468.5 միլիոն դրամ, կատարողականը 99.9%։ Ծրագրի շրջանակներում վերապատրաստվել եւ հատուկ ուսուցում են անցել 2083 ծառայող, վերապատրաստվել է 380 դատավոր, 282 դատախազ, 282 դատական կարգադրիչ։ Հարկադիր կատարման ծառայություններ ծրագրի շրջանակներում հաշվետու տարում օգտագործվել է 3.7 միլիարդ դրամ, ապահովելով 99.9% կատարողական, նախորդ տարվա համեմատ ծրագրի ծախսերը նվազել են 1.8%-ով կամ 68.2 միլիոն դրամով, որը ձևավորվել է հարկադիր կատարման ծառայության տեխնիկական հագեցվածության բարելավման, ծախսերի նվազման, շենքային պայմանների ապահովման եւ տրանսպորտային միջոցներով ապահովվածության բարելավման նպատակով 2023 թվականի միջոցների հատկացման եւ հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայություններ միջոցառման ծախսերի աճի արդյունքում։ Ծրագրի շրջանակներում օգտագործված միջոցների հիմնական մասը շուրջ 3.6 միլիարդ դրամ ուղղվել է հարկադիր կատարման ենթակա ակտերի կատարումն ապահովող ծառայությունների միջոցառմանը, որը կատարվել է 99.9%-ով, նախորդ տարվա համեմատ նշված ծախսերն ավելացել են 2.9%-ով, ինչն ուղղվել է հարկադիր կատարումն ապահովող ծառայության պարգևատրման արդյունքահեն համակարգի ներդրմանը։ Վերոնշյալով պայմանավորված արդարադատության նախարարության կողմից ծառայությունների մատուցումից ստացված եկամուտները կազմել են 6.7 միլիարդ դրամ, ապահովելով 111.8% կատարողական եւ 19.4%-ով գերազանցել են նախորդ տարվա ցուցանիշը։ Հարկադիր կատարման վարույթի թվայնացման համակարգում 2024 թվականի ընթացքում գրանցվել է 8714 անձ, գրասենյակով կամ բջջային հավելվածով կատարվել է ի սկզբանե նույնականացված տարբերակով շուրջ 6.3 միլիարդ դրամի 391741 վճարում։ Արդյունքում նույն պահին ավտոմատ կարճվել է 367858 վարույթ, վճարային տերմինալներով եւ բանկերով կատարվել է ընդհանուր շուրջ 16.4 միլիարդ դրամի 426.570 վճարում, արդյունքում նույն պահին կրկին ավտոմատ կերպով կարճվել է 818311 վարույթ։ Հակակոռուպցիոն քաղաքականության մշակման ծրագրերի համակարգման եւ մոնիտորինգի իրականացման ծրագրի գծով ծախսը կազմել է 58.4 միլիոն դրամ, 100%-ով ապահովելով ծրագրված ցուցանիշը։ Նախորդ տարվա համեմատ նշված ծախսերը նվազել են 91.9%-ով, 660.5 միլիոն դրամով, պայմանավորված 2023 թվականին էլեկտրոնային ռեսուրսների ստեղծման կամ արդիականացման նախագծերի ապահովում միջոցառման շրջանակներում 417.1 միլիոն դրամի հատկացմամբ, որն ուղղվել է էլեկտրոնային հաշտարության տեղեկատվական համակարգի ներդրման, քաղաքացիական դատավարության թվայնացման եւ վարչական դատավարության թվայնացման ծառայությունների ձեռքբերմանը, ինչպես նաեւ հակակոռուպցիոն դատարանի շենքային պայմանների ապահովման ծախսերի նվազմամբ, որին նախորդ տարի հատկացվել էր 301.8 միլիոն ՀՀ դրամ։ Իսկ 2024 թվականի շենքի կապիտալ վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու նպատակով հատկացվել է 58.4 միլիոն ՀՀ դրամ։ 2024 թվականի փետրվարից պաշտոնապես գործարկվել է քաղաքացիական գործերով էլեկտրոնային դատարանի համակարգը, դատարաններում նոր մուտքագրվող քաղաքացիական գործերն արդեն վարվում են էլեկտրոնային եղանակով եւ 2024 թվականի ընթացքում էլեկտրոնային եղանակով ներկայացվել են շուրջ 15000 քաղաքացիական գործեր, 2025 թվականին նախատեսվում է գործարկել նաեւ վարչական դատավարության էլեկտրոնային համակարգը։
Եվ վերադառնալով նախորդի հնչեցված հարցերին, այո, վարքագծի կանոնի խախտում է պարտադիր վերապատրաստումներին չմասնակցելը եւ կոնկրետ ժամանակ է սահմանված օրենսդրությամբ, որ յուրաքանչյուր դատավոր պետք է ամեն տարվա ընթացքում X ժամանակահատվածով, եթե չեմ սխալվում, 80 ժամից մինչև 100 կամ 120 ժամ վերապատրաստում անցնի, իսկ չանցնելը կրկնում եմ վարքագծի կանոնի խախտում է։ Իրականում մեր դատավորները, դատախազները, քննիչները ակտիվ կերպով մասնակցում են վերապատրաստումների դասընթացներին եւ կապել բեկանումները չվերապատրաստվելու խնդրի հետ, կարծում եմ, որ այնքան էլ ճիշտ չէ, չնայած դեմ չեմ, որ այդ միտքը քննարկենք եւ զարգացնենք, բայց երասչյան դատական համակարգի գոյության իմաստը հենց այն է, որ դատական ակտերը երբեմն նաեւ բեկանվեն։ Այլակերպ մենք կարիք չենք ունենալ երաստիճան դատական համակարգ եւ որևէ գործոն չկա, որը կբացառի, որ վերադաս դատական ատյան, օրինակ երկրորդ աստիճանի դատարանը գուցե սխալ որոշում է կայացնում եւ ճիշտ էր առաջին ատյանի դատարանը, այսինքն որպես ցուցիչ մենք դա մշտապես չենք կարող հիմք ընդունել, որովհետեւ խոսում եմ պրակտիկ լեզվով, քիչ չեն դեպքերը, երբ վճռաբեկ դատարանը օրինական ուժի մեջ է թողնում, օրինակ առաջին ատյանի դատական ակտ, այսինքն նման տիպ իրավիճակներ էլ ունենք։ Մենք խնդիր ունենք վերհանելու խորքային այն խոչընդոտները, որոնք չեն թողնում, որ մեր դատական համակարգը գնա մեկ միասնական ստանդարտացման ճանապարհով, այսինքն մենք այդ ստանդարտների մշակման կարիքն ունենք, որով որ այսօր զբաղվում ենք եւ մեր իրավապահ համակարգի ներկայացուցիչների վերապատրաստումները եւ նաեւ դատական իշխանության ներկայացուցիչների վերապատրաստումները պետք է տանենք հենց այդ ճանապարհով։ Շնորհակալություն, այսքանը։